երեկո իմ շատ սիրելի հետևորդներ ջան, նոր եմ տուն գալի, դեռ տուն չեմ մտել, ուշքս իմ գործերի մեջ, ուշքս եղանակին, նորից ամպեր են հավաքվել ու սևակն էլ է իմ սիրուն պատկերասրահը, այս սև ամպերը շատ վտանգավոր են, կարգտաբեր ամպերը սրանք են, ժամանակ առ ժամանակ ամպը գորգռում է, թոփեր են խփում, որ ցրեն այս սև ամպերը, դրանից ես շատ եմ անհանգստանում, քանի որ մեր գործերը կապված է նաև եղանակի հետ, որ կարողանանք ցանենք, սացիլներ դնենք ու արդյունքը տեսնենք, դեռևս ոչ մի բան չեմ ձեռնարկում, քանի որ եղանակը այս սենց խառն է, մի քանի օր էլ կսպասեմ, տեսնեմ գոնե այս մայիսը մի քիչ վերջերը գա, դեպի ամառ գնանք, թեկուզ ուշացումով նոր սացիլներ կդնեմ, ոչինչ, հիմա գնանք տուն, մի փոքր գնումներ ունեմ, ցած դնեմ ու տեսնեմ ինչ եմ անում, արդեն կատկթում անձրևը, գնացինք տուն, երեք տեսակի անձեռոցիկ եմ գնել, թաց անձեռոցիկ, որ մշտապես պետք է գալիս, և այս տուփում տեղավորելու համար, խոհանոցի, այս տուփի համար և թաց անձեռոցիկը, սիրելի հետևորդներ ջան, արագի մեջ, տոպրակներից հանեմ, նույնիսկ կոֆե չեմ եփում, ստեղ աղ եմ գնել, հայկական աղն եմ օգտագործում, մաներ աղը, միանգամի օգտագործելու փոքր չափսի տոպրակներ, որ մշտապես պետք է գալիս և կանաչին է, շատ արագի մեջ, նույնիսկ կոֆե չեմ եփում, որ այդքան շատ կուզեի սպահին, երբ պատրաստ լիներ մի հատ վայելեի, բայց քանի որ ամպը գորգռում է, անձրևի կաթիլներ է խփում, ուզում եմ, որ իմ բաղջից բալբա քաղեմ, շատ առատ դուրս է եկել, եթե հիմա չքաղեմ, անձրևը կա, խոտերը թաց լինի, ինձ դժվար կլինի այդ դեպքում, համ էլ անցնում է, օրեցօր, գիշեր-ցերեկ կոշտանում է, քանի թարմ է, գնամ քաղեմ, այս թարմ կանաչիները, որ բերել եմ, համ եմ և Սամիթը բալբի ճաշի համար հիմնականում, և դե թարխունը մշտապես մեր վարունգ պամիդորի հետ վայելելու, հիմա սա կտանեմ խոհանոց, արագի մեջ, նույնիսկ չեմ մաքրում և գնում եմ բալբա քաղելու, այսպես, առիթից օգտվեցի, մի փոքր էլ նստեցի, արդեն մթնել է, բալբեն քաղել եմ, մաքրել ու լվացել, պատրաստվում եմ ճաշելու, թազա կարտոշկա եմ մաքրել, երկու հատ արդեն սենց մասերի եմ բաժանել ու լցրել սոխարածի ու ջրի մեջ, համով ճաշ եմ եփում, հալա զուլալ, կանաչը հոպ ես ինչ լավ ընկել է, ես դեռ ոչ մի բան չեմ կերել ու մինչև բալբի ճաշը կեփի, թևիս առած նագետներն եմ հանել սառցեղցիկից, հեսա, ավի նագետներ, սառ չոկոլադա, ես մի կարտոշկեն էլ կտրեմ լցնեմ, համ ցույց տամ իմ քաղած բալբեն, մինչև կարտոշկեն կեփի, այն մի քիչ կջրքանվի, հետո մանր կկտրեմ, ճաշին ընթաց կտամ, ընտիր, այսքան կարտոշկա, բալբի ճաշը կարտոշկալի է լավը, մեկ սիրելի հետևորդներ ջան, ուրեմն, այս ծածկեմ եփի, նագետները հանեմ, ընտիր, միջի սարշնիկա, այս տալերկի մեջ է լցնեմ, թեք ու սենց, տնավարի, Ինձ գրեք տենամ դուք սիրում եք նագետներ,
կարմրացրած։ Սրանք նաև թավայի մեջ են շատ լավը, մի քիչ բուսայուղով կարմրացնում ենք, բայց ես առանց բուսայուղի այրոգրիլի մեջ եմ կարմրացնելու։ Հենց էլ շարելու եմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այրոգրիլը նաև սառածը հետ է թողնում ու նոր միայն կարմրացնում։ Ես այն է կմիացնեմ, հետ կգա, ամեն դեպքում ես ստեղ դնեմ։ Նոտերը սրբեմ։ Ես իմ հանդրած լվացած կանաչիները, ընտիր, թարխունը, թակուհի, ես կամ, ես էլ բալբեն, ես էլ բերեմ ես կամ, որ մանրացնեմ արդեն, ավելոտ բաները հավաքեմ և արդեն միացնեմ այրոգրիլը։ Լսի ռեժիմի վրա, 200 աստիճանի տակ, գնաց։ Քանի որ ինչ-որ մի բան պատրաստելիս նախապես թողնում եմ 15 րոպե տաքանա այրոգրիլը, ապա դրա համար սա չեմ լցնում։ Հենց որ այդ 15 րոպեն կտաքանա, նոր կտեղավորեմ այրոգրիլի ամանի մեջ, սիրելի հետևորդներ ջան, ու կսպասեմ բալբի ճաշը եփվի, որ ընթացք տա։ Ինչքան ընտիր բալբայր է, ընտիրություն, մի հատ ցույց տամ էլի, թե ես ինչ ընտիր բալբա եմ քաղել, հարթամ, ամենահամով տեղերը այս մասերն է, դե սկսեմ մանրացնել, հենց այստեղ, եմ բռիս մեջ և մի քիչ էլ խոշորոտ կտրում։ Ես բալբեն պտի լրիվ կտրեմ, պատրաստելն եմ, որ հենց կարտոշկերն եփվի, են էլ պետք է տրորեմ ու նոր միայն կլցնեմ այս կտրած բալբաները, ընտիր։ Տեսամանի մեջ եմ լցնելու, ասեմ, որ ցրտել է, սիրելի հետևորդներ ջան, անձրև չեկավ, իմ գործերը ինչ-որ չխապ հանեց, կարևորը ես հավեսով բալբեն քաղեցի ու հիմա այլ հավեսով ճաշ եմ եփում։ Եվ մի ձևով շարունակեմ, այսենց, հարթամ, բոլորը այս տեսակն է, բուրս հավաքեմ, դասավորեմ, որ հեշտ կտրեմ, որ քիչ-քիչ ենք վերցնում, հեշտ է կտրվում ավելի, իրա սիգնալը տվել է, որ վերջացրել է իրա գործը և շատ սիրուն կարմրել է, հիմա հանեմ, այս անգամ թղթով չեմ դրել, որ կարմրի, այլ հենց այսպես, անմիջապես իրա մեջ, և հանեմ հատիկ, այսպես սիրուն կարմրել է, այս կողմով, ավելի հեշտ կլինեմ, տակ ու երես երկու կողմից կարմրել է, խրթխրթան, հավեսով, ոչ ծուղ, ոչ յուղ, սրանք չարոզի նման ուտվում է, սիրելի հետևորդներ ջան, բայց նաև լավ հագեցնող է և օգտակար։ Այսենց սիրուն կարմրել է, հիմա թողնեմ մի քիչ էլ հովանա ու զբաղվեմ ճաշով։ Քիչ ջրի մեջ կարտոշկան եփել եմ արդեն։ Հիմա տրորեմ այս ձևով,
Շատ հարմար տարբերակ կա, որ հենց պղնձի մեջ ենք սենց տրորում։ Եթե խոշոր կտորներ ամնում, շատ ավելի հաճելի է լինում ջաշի մեջ։ Շատ փշրկան ու փխրուն կարտոշկա էր, այս թազա կարտոշկեն։ Ընդհանրապես թազա կարտոշկեն մի քիչ ինքը սարդություն է ունենում, բայց սա շատ լավն էր։ Շներս ինչ են հաչում։ Կատուհանը կիսաբաց եմ թողել, որ ստեղ օդը փոխվի, գալարշին գնա։ Ու դրսի ձայներն էլ գալիս է։ Այսպես։ Սիրելի հետևորդներ ջան, մի քիչ նեղված եմ, մի քիչ տխուր եմ, մի քիչ անհանգիստ եմ, մի քիչ վախեցած եմ։ Ուզում եմ ասեմ, էլի չգիտեմ, չի ստացվում ասելը։ Տեսնեմ, եթե կարողանամ կասեմ, ամեսուս պլուս իմ գործը կանեմ, տեսնեմ, կարող եմ արտահայտվել արդյոք, հիմա արդեն լցնեմ բալբան, որ արդեն մանրացրել եմ, ընդհանրապես միշտ թողել եմ, ստեղ ջուրը եռացել է, ջաշի ջուրը, ու նոր եմ լցրել, բայց չի խանգարի, որ հիմա էլ լցնեմ։ Երկու ձևով էլ շատ լավ է ստացվում և համով է լինում։ Իսա գոլորշուց ինքը կնստի։ Մի տեսակ չեմ էլ կարողանում խոսալ, գործել չեմ արել ու այդ պատճառով, այդ իմ անհանգստության ու վախի մտածմունքների պատճառով։ Բարդ աշխարհում ենք ապրում շատ, պատերազմներ, չեն վերջանում, քիչ ջուր լցնեմ, չի խանգարի, ջաշը մի անգամից կեփվի, մինչև ինքը գոլորշուց կփափկի, ես մի քիչ նստեմ հանգստանամ, ուտելու տրամադրություն էլ չկա, բայց թե այդ նագետները պատար կուտեմ, որ կարողանամ։ Այս ամբողջ ընթացքում մնացել եմ ես իմ խոհանոցում, չեմ գնացել մյուս սենյակ։ Արդեն պտտել եմ, տակուերս եմ արել, ու այս են սիրուն, իր կանաչ գույնը, շատ սիրուն երևում է, ախորժավեր և տրամադրող, բայց իմ տրամադրությունը չի փոխվում, սիրելի հետևորդներ ջան, իմ անհանգստությունը չի կորել, ուրեմն ընդհանրապես ես իմ Facebook-յան էջը շատ քիչ եմ մտնում, ժամանակ չլինելու պատճառով, շատ զբաղվածության պատճառով, հետո որ իմ վիդեոները, իմ վլոգները տեղադրում եմ իմ էջում, այդ պահին ինչ տեսնում եմ ու դուրս եմ գալիս։ Ուրեմն աչքովս նկարներ ընկան, հենց այդ է պատճառը, որ ես հենց անհանգիստ ու վախեցած եմ և ուզում եմ ձեր հետ կիսվել, սիրելի հետևորդներ ջան, բոլորս էլ ընտանիք հատեր ենք, ծնող ենք, մայր ենք ու սիրտներս ցավում է։ Իմացա, նկարներ տեսա, որ մերոնց քաղաքում, Սաթենանց քաղաքում կրակոցներ կա շենքերի վրա, ԱԹՍ-ներ են գցում, մի խոսքով այդ վիճակն է։ Շատերդ միգուցե լսել եք, գիտեք, ովքեր Ռուսաստանում են ապրում, և այդ վիճակն է առաջացել, անմեղ մարդկանց տների վրա այդ անտերները գցում են, մտածում էի չասեմ, չարտահայտվեմ, բայց էլ չկարացի մեջս պահեմ, սիրտս պայթում է ուղղակի, չեմ կարացել իրանց հետ խոսամ, լուր չունեմ,
Մի քիչ էլ է դա պատճառը, սիրելի հետևորդներ ջան, եկեք միասին Աստծուն աղոթք անենք, որ աշխարհի բոլոր պատերազմները վերջանան, բոլոր զենքերը ոչնչանան, աշխարհին խաղաղություն տիրի եւ անմեղ մարդիկ չզոհվեն պատերազմների պատճառով։ Հիմա համեզ գործին եմ, ճաշ եմ եփում, մտածում եմ ապրելու մասին, բայց քանի որ ընտանիքս այդ քաղաքում է ու շատերիս ընտանիքները բոլորս էլ այդ վիճակի մեջ ենք ընկնում։ Դեմքով չմիացա, քանի որ հոնքերս հավաքել եմ եւ այսքանն էլ հազիվ խոսեցի, որ գոնե մի քիչ տրամադրությունս փոխվի, սիրելի հետևորդներ ջան, Աստված առաջ, Աստված պահապան, հուսամ լավ լուր կիմանամ եւ այդ շենքերին, որ խփել են, որ այդ նկարները տեսա, էլ չեմ կարողանում խոսալ, բառերն ավելորդ են։ Կսպասեմ, մինչև կզանգեն մերոնք մի բան կիմանամ։ Մի հատ պոչերը հավասարացնեմ, այսքան համը, այսքան է սամիտ, ու մանրացնեմ, արդեն ճաշը անուշոտը ընկել է, որը նշանա, որ ճաշը եփված է։ Մի հատ ձու եմ կոտրել պատրաստել, այս ճաշին, եթե ջրավի ճաշ ենք սարքում, բալբով շատ ձու պետք չէ։ Այ որ տապակում ենք, արդեն կարող ենք մինչև 4-ից 5 ձու լցնել։ Ու տրամադրության մեջ եմ, մերոնք դեռ չեն զանգել, հիմա ճաշը կեփեմ, սիրելի հետևորդներ ջան, հետո կսպասեմ մերոնք զանգին։ Մտքիս մեջ անդադար աղոթք անելով, երեսս Աստծուն պարզած, որ լավ լուր իմանամ, ու այդ ամեն մի կրակոցները դադարեն։ Մի հատ տակու երես անեմ։ Այս տեսքն ունի։ Այս ճաշը այն ճաշն է, որ չի հնանում, սիրելի հետևորդներ ջան, ու մի քանի օր սառնանում կարող ենք հանգիստ պահել։ Նորից եմ խառնում, կանաչին մինչև մի 2-3 րոպե ստեղ կեփի ճաշի մեջ, արագի մեջ ձուն հարեմ լցնեմ, իսկ աղը վերջում եմ լցնելու։ Շատ սիրուն ճաշ եղավ, չի աշարժվում։ Երբ որ ինչ-որ մի բանից նեղված ենք լնում, ամեն մի բան մեր վրա ազդում է, չէ։ Հիմա այս պղինձը, չգիտեմ ինչի է, հենց շարժվում։ Բայց լավն է, այստեղ լավ եմ տեղադրել։ Ուզում եմ լավը մտածել, որ լավը լինի, միշտ էլ մեր մտքերը, որ բառեր են դառնում, միշտ ասել եմ, սիրելի հետևորդներ ջան, լավը մտածեմ, որ լավ լուր իմանամ, իրանք լավ լինեն, բոլորը լավ լինեն, այդ պայթունները եղել են, չգիտեմ, զոհեր են եղել, թե չեն եղել, այդ էլ կիմանանք, չգիտեմ։ Հիմա անջատեմ, աղա մի քիչ հետո կանեմ, չի խանգարի, մի հատ հենց սենց շրջում եմ, քանի որ ուզում եմ այս մնացած կանաչիները փաթաթել և սառնանում պահել, որպեսզի մի քիչ երկար դիմանա, մի քիչ դեռ թացա, բոլորը միասին, այսինքն ջուրը ահագին քամվել է, մնացած ջրի կաթիլները
այս կտորը կվերցնի խոհանոցային փափուկ սրբիչ եւ այսպես փաթաթեմ շատ չենք սեղմում, որ կանաչին չջարդվի այնուհետև տոպրակները որ սենց եմ պահում, միշտ որ ասում եմ մի կողմ դնեմ, որ պահեն, այս սենց եմ պահում, պետք է գալի, ամեն տեղ, սառնանում եմ պահում, բանջարեղենի բաժում, սիրելի հետևորդներ ջան, հիմա աղը կլցնեմ և ջաշը պատրաստ կլինի, վլոգս ավարտը և սպասեմ բարի լուրերի, բարի զանգի, բարի գիշեր բոլորիդ։